Պարոն Նազարյան, հունիսի 7-ին կայացան խորհրդարանական հերթական ընտրությունները։ Ի հեճուկս ոմանց։ Ոմանց։ Վստահ եմ հետևել եք ողջ ընտրական process-ին, թե քարոզ արշավին, թե բուն քվեարկության գործընթացին։ Պարոն Նազարյան, հետաքրքիր է ձեր որպես դիտորդի կարծիքը ընտրական process-ի վերաբերյալ։ Այդ որ ասում եք դիտորդի կարծիքը, մարդիկ կմտածեն կարող է տեղամասերից մեկում դիտորդ եմ եղել։ Ոչ, ես նկատի ունեմ դիտորդ, որը ներգրաված չի եղել ընտրապայքարին մասնակցած քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում։ Շատ ուշադիր հետևել եմ եւ նախընտրական գործընթացներին, թե օրինական, թե ոչ օրինական, եւ թե բուն քվեարկության ընթացքին եմ հետևել, եւ ես կասեմ, որ մեր ժողովուրդը կամք ցուցաբերեց մեր ժողովրդի լավագույն մասը եւ քվեարկեց Հայաստանի անկախության օգտին։ Բարդ իրավիճակում, երբ որ մարդկանց համատարած կեղտոտ առաջարկներ են արել, Հայաստանը բնակչության թվով շատ մեծ երկիր չի եւ ընդամենը 6 հոգու հետ ծանոթ լինելով դու ծանոթ ես ամբողջ երկրի։ Այս կանոն է մաթեմատիկական, որի մասին ոմանք մտածել էին։ Եվ այսօր մենք բախվեցինք շատ ուժեղ հակապետական գործունեության, որը տապալվեց չնայած իրան ծախսած ահռելի գումարներին։ Ընտրությունների արդյունքները ինչպիսին պետք է լինեին։ Ձեզ համար սպասելի էր արձանագրված պատկերը։ Սպասելին էր, որ կլինի առաջին տեղում քաղաքացիական պայմանագիրը, երկրորդ տեղում Հայաստան խմբակցությունը կամ դաշինքը, մնացածը կարելի էր կռահել մոտավոր, բայց եթե չլիներ այդ փողաբաժանությունը, վստահ եմ, որ անգամ 2%-ի սահմանագիծը չէին հաղթահարի ոչ այսպես կոչված ուժեղ Հայաստանը, ոչ այսպես կոչված Բարգավաճ Հայաստանը, ասում եմ այսպես կոչված, որովհետև ես պնդելու եմ, որ այն քաղաքական այսպես կոչված ուժերը, որոնք համատարած, համակարգված ձևով դիմել են այդ կեղտոտ եղանակին, այսինքն փորձել են կաշառել մարդկանց եւ գնել նրա ձայները, պետք է զրկվեն քաղաքական գործունեությունից, բայց ոչ միայն այդ անվանումով քաղաքական ուժը կամ ուժերը, այլ նաև այդ քաղաքական ուժի մեջ ընդգրկված, ընտրացուցակում ընդգրկված առաջին 50 հոգին 30 տարով պետք է զրկվեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից եւ հանրային եւ պետական պաշտոններ զբաղվելուց։ Այս կարգավորումը թույլ կտա, որ հենց կուսակցությունը ինքը ներսում կանգնի այդ չարիքի դեմ։ Այսինքն մարդը գիտակցելով, որ ոմանց գործողությունների հետևանքով դուժելու է նաև ինքը, կամ ինքը հեռու կմնա այդ քաղաքական ուժից, կամ թույլ չի տա այս կեղտոտ process-ները։ Բայց պարոն Նազարյան, ունենք այն, ինչ ունենք։ Չէ, ոչ, չունենք։ Մենք ունենք, այսպես ասած, ժողովրդի կամ արտահայտությունը, որը կողմ քվեարկեց Հայաստանի անկախությանը, եւ ունենք խորհրդարան անցած երկու այսպես կոչված ընդդիմադիր ուժեր, որոնք վստահաբար խորհրդարան չեն գալու, որովհետև իրենք հո ամենավերջին մարդը չեն, որ իրենք իրենց դեմ դուրս գան եւ գան խորհրդարան։ Իրենք 5 տարի իրենցից շատերը ծաղրել, ծանակել են Հայաստան խմբակցությանը, երբ որ Հայաստան խմբակցությունը գալիս էր խորհրդարան եւ փորձում հանձնաժողովի նիստերի մասնակցի, լիագումարի նիստերի մասնակցի, հարցեր տա կառավարության, ծաղր ու ծանակի են ենթարկում։ Հիմա իրանք ոնց են գալու խորհրդարան։ Դուք դա ոնց եք պատկերացնում։ Դուք նկատի ունեք ուժեղ Հայաստան։ Եվ ուժեղ, այո, հենց ուժեղ Հայաստանը։ Որտեվ Հայաստան խմբակցությունն էլ է։ Հայաստան խմբակցությունն էլ չի գալու, որովհետև Հայաստան խմբակցությունն էլ այնտեղ տեղի ունեցած process-ների հետևանքով այնտեղ հաղթանակել են այն ուժերը, որոնք կողմ չեն խորհրդարան գալու։ Իրենք խորհրդարան գալը չեն էլ հասկացել ինչ է եւ միշտ էլ ասենք Իշխան Սաղաթելյանն է գալու խորհրդարան, երբ որ անդադ բացակայում էր եւ ամեն ինչ անում էր, որ մյուսներն էլ բացակայեն։
տարբեր իր դիրքներ օգտագործում ճնշում գործադրելու համար մյուսների վրա եւ այլն, ասենք իշխան Սաղաթելյանը գալու է խորհրդարան, մանդատա վերցնելու, լավ էլի։ Այսինքն մանդատները չեն վերցնելու եւ Չէ, գոնե իշխան Սաղաթելյանը դիմում է գրելու եւ հրաժարվելու է մանդատից։ Չէ, ինքը Այն հիմքով, որ ինքը նախկին 8, այսինքն դեռ ոչ նախկին, այլ 8-րդ գումարման աշխատանքներին չի մասնակցել։ Ասենք դա հո այս երկիրը տունտունիկ չի, խաղալիք չի, ասենք ի վերջո աշխատավարձ են ստանում մարդիկ, հարկատուները հարկ են վճարում, որ այդ մարդիկ կան օրենսդրական աշխատանքով զբաղվեն։ Հո դրա տակ չեն մնալու։ Պարոն Նազարյան, փաստորեն ասենք դուք որպես լրագրող պատրաստվում եք, եթե նրանք հանկարծ հայտնվեն խորհրդար, գնաք նրանց հարց տակ, դուք նրանց պետքա բոյկոտեք, որովհետև նրանք հակապետական ուժեր են, իսկ հակապետական ուժերին բոյկոտում են։ Դե իրենք էլ կարող են հակադարձել ձեզ, ասել, եթե հակապետական ենք, բա ինչպես է ժողովուրդը մեզ քվեարկել, ինչպես ենք հայտնվել խորհրդարանում, եկեք ապացուցեք, թե քանի տոկոսն է փողով քվեարկել, քանի տոկոսը կամովին։ Ես ապացուցել եմ արդեն, դա իմ համար որևէ խնդիր չի, ստեղ բարոյականությունն է ավելի կարևոր, քան թե ապացուցելը։ Իրենք ինչ էին ասում։ Ասում էին, որ փոփոխություն է լինելու։ Այդ փոփոխությունը ոնց է լինելու, որ իրանք մանդատ ստացան, այդ էր փոփոխությունը։ Չէ, ասում էին մենք խորհրդարանում մեծամասնություն կձևավորենք։ Դե հիմա չեն ձևավորել 50+1-ով։ Չեն ձևավորել։ Կփոխենք վարչապետին, որն իր հերթին հիմա գիտեք, ես չեմ ուզում մենք մեր ժամանակը ծախսենք դրանց վրա։ Ուղղակի այդ ուժերը չպետք է լինեն Հայաստանի քաղաքական դաշտում եւ ցանկացած այն ուժը, որը գործում է այլ հանուն այլ պետության եւ չի էլ թաքցնում ու հիացական կադրեր են տեղադրում, թե ոնց հա լարսում հայ վարորդը, հայ բեռնատարի վարորդը տխուր նստած, կողքին էլ այդ ապրանքի տերը տխուր նստած, ասում են, ահա, տեսակ ձեզ ինչ արեցինք։ Այդ ուժը ոնց կարա գա մտնի Հայաստան պետության ազգային ժողով։ Պարոն Նազարյան, ձեր ասած փոփոխություն կամ акցենտով փոփոխություն հասկացությունը այդպես էլ չբացեց դրա հեղինակը Սամվել Կարապետյանը։ Բայց որովհետև ինքը չէր դրա Ձեր դիտարկմամբ այդ փոփոխություն ասվածի տակ իրենք ինչ էին պատկերացնում։ Փոփոխություն Հայաստանի արտաքին կուրսի։ Ոչ, իրանք պատկերացնում էին, որ իրանք կյանքն է փոխվելու, իրենք այս տարածքում նորից ֆեոդալներ են դառնալու, գրփելու են, չրփելու են, հարստահարելու են, կեղեքելու են ժողովրդին, իսկ Հայաստանը դառնալու է լավագույն դեպքում հարավային Օսիայի նման երկիր, որը անդադար ռազմական կոնֆլիկտեր ունենալու հարևան երկրի հետ։ Այսինքն չափազանցված չեն այն պնդումները կամ պատասխանները, որ Հայաստանի գուբերնիզացիայի տեսլականով էին այս քաղաքական Եթե մարդիկ ծաղրում էին անկախությունը, ասելով դուք ով եք, որ անկախ պետություն եք լինեք, այդ ոնց պիտի լիներ էլի, որ պոզո պոչովո չի լինի։ Ուղղակի ցավը գիտեք որն է, որ մենք դեռ ունենք քաղաքացիներ, որոնք փողով հայրենիքը ծախում են։ Այ դա ցավալի է։ Ինքը գիտակցում է, իրան փող են առաջարկում, ինքը փողը վերցնում է, այդ 50,000 դրամը կամ 150,000, գուցե 1 միլիոն դրամը վերցնում է եւ ասում է, այդ թքած Հայաստանի հետ ինչ, այս պահին իմ ձեռքին ընկավ 100,000 դրամ, ես երջանիկ եմ, ես կպցրի սրանցից ես թվում էր 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո գիտակցական հեղափոխություն է տեղի ունեցել, ընտրակերտիքի արատավոր մեխանիզմը արմատախիլ է եղել, եւ տեսեք ցանկացած մեկը շատ հանգիստ կարդարացնի իր արարքը ասելով ախպեր մենք այս աշխարհից ինչ ենք տանում, որ մերն էլ է սա, այս կպցրինք, այս տարանք իրանց համար պետությունը արժեք չի, ոնց որ այդ փող բաժանողների համար արժեք չի, այլ նաև իրենց համար, այդ վերցնողների համար, դրա համար պետք է օրենքները խստացվի, ես նոր կրկնեցի, նորից ասեցի, որ պետք է շատ խիստ մոտենալ այս հարցին, որ փող բաժանող չլինի, որ փող վերցնող է լինի, եթե առաջարկ լինում է, միշտ ինչ-որ մեկը այդ առաջարկից օգտվում է, դրա համար մենք պետք է մտածենք այս առաջիկա տարիներին մեր խնդիրների մասին, ոնց հանենք, որ այս
խնդիրը ունենալով մենք առաջ գնանք, որովհետև այս փուլը մենք ի վերջո պետք է հաղթարենք, մեկ փորձից չեղավ, հաջորդ փորձից պետք է արվի անպայման։ Պարոն Նազարյան, վերադառնալով արդեն իսկ ձևավորված խորհրդարանին, որը կազմված է լինելու 3 ուժերից՝ քաղաքացիական պայմանագիր, ուժեղ Հայաստան եւ Հայաստան։ Մենք կունենանք որակյալ բանավեճ, որակյալ ընդդիմախոսություն, չէ՞ որ ընդդիմությունը դեմոկրատական կայացած համակարգերով պետություններում կոչվում է ձերդ գերազանցություն, ընդդիմություն։ Այսինքն ընդդիմությունը այս որակով ի վիճակի է կառուցողական բանավեճի ոչ կառուցողական բանավեճի է ընդունակ, ոչ էլ կառուցողական օրենսդրական աշխատանքի, ոչ էլ արմատական ընդդիմության դերում է լինելու, չի լինելու ոչ մի դերում, որովհետև արեստացին ուժերը չեն կարող նորմալ որակ ապահովեն։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստան խմբակցությանը, ապա ես չգիտեմ այդ 12-ը ովքեր կլինեն, բայց եթե այնտեղ տեղի ունեցած այդ փոփոխությունից հետո ես նայում եմ ինչ գաղափարախոսություն այնտեղ հաղթեց, ես ասենք դեն չեմ, այստեղ խորհրդանում, չգիտեմ, Արծվիկ Մինասյան չի լինելու, որ այդ բեռը ուսերին տանի։ Աղվան Վարդանյան կարծես թե լինելու է, Խաչատրյան, Քրիստինե Վարդանյան, Աննա Գրիգորյան։ Դե այդ աղջիկները վերջին շրջանում ավելի շատ նախընտրեցին պոպուլիզմը, քան առողջ քաղաքական գործունեությունը, բայց դա իրենց գործն է։ Ես ուզում եմ իրենք գոնե գիտակցեն, որ իրենք այս խորհրդարանում ոչ թե 40, այլ 50 հոգով կներկայանան հազիվ 12 հոգով, որովհետև իրենք չլսեցին ինձ։ Բա 5 տարի լինել ընդդիմադիր ամենագլխավոր ուժը ու այդպես ամբողջ իրենց այդ հնարավորությունը մսխել, լսելով Իշխան Սաղաթելյանին բոյկոտեք, այդպես էլ դուրս չեկան մենք խորհրդարան կգանք այլ կարգավիճակով արտահայտության տակ, այո, այդ բաների տակից դուրս չեկան, չկարացան մի քանի արտախորհրդարանական, մի քանի Facebook չու, ասեն նստի տեղը մենք կանենք են, չէ, իրանք ընկան են բանի տակ, որ չէ դե մենք խորհրդարան են գալի, որ Նիկոլին հեռացնենք ու ես որ ասում եի ժողովուրդ խորհրդարանում այդ չեն հեռացնում Այնտեղ խորհրդանում կա impeachment, որ դասավորությունը թույլ չի տալու ձեզ դա անեք։ Դուք կամ պետքա ընդհանրապես չգնաք խորհրդարան, կամ եթե գնում եք, զբաղվեք ձեր աշխատանքով։ Իրենք 5 տարի ունեին ժողովրդին ապացուցելու, որ եթե մենք լինենք իշխանության, ձեր կյանքը ավելի լավը կլինի։ Բայց դրա փոխարեն իրենք ընկան այլ տեղեր, չգիտեմ ինչու։ Պարոն Նազարյան, չեք կարծում, որ հայ հեղափոխական դաշնակցությանը որպես կայացած ավանդական կուսակցություն օգոստոսին լրանում է կուսակցության 136 ամյակը։ Շահեկան դիրքերում գուցե լիներ, եթե դաշինք չկազմեր Ռոբերտ Քոչարյանի հետ, որտեղ Ռոբերտ Քոչարյան անձի բացասական ռեյտինգը շատ է ազդում կուսակցության ռեյտինգի վրա։ Նախքան ընտրությունները թույլ տվեք անկեղծանալ, զրույց ունեցա off record դաշնակցության կարկառու ներկայացուցիչներից մեկի հետ, իդեպ գործող պատգամավոր, եւ մտահոգությունը հայտնեցի, ասաց ոչ, որ Ռոբերտ Քոչարյանն ունի իր ռեյտինգը եւ մենք այսպես ասած ռեյտինգների գումարման գործընթաց ենք պլանավորել, ինքն էլ ունի իր ռեյտինգը, այլապես դաշնակցությունը շատ համեստ ներկայացվածություն կունենար խորհրդարանում։ Կամ չէր ունենար։ Այո։ Ես համաձայն եմ, որովհետև Ռոբերտ Քոչարյանը ունի բացասական ռեյտինգ, բայց ունի նաև դրական ռեյտինգ։ Ինքը դրական էլ ունի, ահագին, իհարկե 21 թվականից հետո բավական նվազել է, բայց ունի դա, նենց այնպես չի։ Եվ այսօր որ այդ դաշինք, այդ Ռոբերտ Քոչարյան գումարած դաշնակցություն եւ գումարած եւս մեկ անհայտ ինչ որ 24 թվականին ձևավորված, այո։ Հա, դե հիմա ձևական մի ուժ ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորեմ, բայց եթե կուսակցության անունն էլ չենք կարողանում հիշել,
եւ այդ կուսակցությունից 5 հոգու անունել չենք կարող տալ։ Ընդ որում կուսակցության համահիմնադիրներից մեկն էլ նախկին հանրապետականն է։ Հա, դե իրանց գործն է, ես չգիտեմ իրանք ինչու այդ ճանապարհ ընտրեցին, բայց ես ասեմ, որ խորհրդարան Ռոբերտ Քոչարյանը տարավ դաշնակցությանը եւ ոչ թե դաշնակցությունը ձայներ կորցրեց, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի հետ էր դաշինք կազմել։ Ես այդ համոզված եմ, որ այդպես է։ Դառնալով դաշնակցության եւ Հայաստան խմբակցության գործը խորհրդանում անցած 5 տարիների գործունեությանը։ Պարոն Նազարյան, դուք այդ խմբակցության անդամ եք եղել, որ ասում եք Իշխան Սաղաթելյանը բոյկոտին էր կողմնակից։ Իշխան Սաղաթելյանը միանձնյա էր այդ որոշումը կայացնում, թե կար Ռոբերտ Քոչարյանի հրահանգը, ցուցումը։ Ոչ, Ռոբերտ Քոչարյանը խմբակցության աշխատանքների միջամտում էր հազվադեպ եւ շատ մեղմ։ Այնպես որ թյուր կարծիք կա, թե Ռոբերտ Քոչարյանը ամեն օր կամ գոնե շաբաթը մեկ հրանգավորում էր եւ այլն եւ այլն։ Ես չեմ ուզում շատ մանրամասներ ասեմ, բայց ասեմ, որ եւ դաշնակցության վրա եւ Հայաստան խմբակցության վրա սարսափելի բացասական է Իշխան Սաղաթելյանի ազդեցությունը։ Ցավում եմ եւ դաշնակցության համար եւ Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործի համար, բայց իրենք են ընտրել այդ ճանապարհը, եթե այդ Իշխան Սաղաթելյանի մեջ ինչ որ չամիչ կա, ես չեմ տեսնում, իրենք տեսնում են, դա իրենց խնդիրն է, բայց ես ասեմ, դա գյուտ չեմ անում, դա տարածված տեսակետ է, շատերը իմ տեսակետը կիսում են, բայց ես էլի եմ ասում, մարդ լինի խորհրդարանում ամենամեծ խմբակցությունը եւ այդպես մսխի այդ պոտենցիալը ես այդպես էլ չհասկացա եւ եթե կար մի անտեսանելի ուժ, որը իրենց ինչ-որ անհասկանալի տեղերից ու իրենք կարող են ասել ընկեր քո խորհուրդները սխալ է, ճիշտ չի եւ հիմնված չի հայաստանյան իրողությունների վրա։ Գուցե խորհրդականները Հայաստանի սահմաններից դուրս էին։ Նույնիսկ եթե ինչ որ կենտրոնի ազդեցության ներքո էին։ Բա մարդ ինքը իր դեմ գնա, ինքը իր դեմ գնա, մարդը իր, ասենք մի մարդ, մի կին, որը իրեն համարում էր լրագրող ու համարում է լրագրող, իրենց ընկերոջը վիրավորում է ամենա բարոյականության բոլոր սահմանները անցնելով, Հայաստան խմբակցությունը ցավ է ապրում, ասում է Գեգամ Նազարյանը հոգեկան ոչ հավասարակշիռ վիճակում էր, որի համար ներողություն ենք խնդրում։ Բա այդպես քաղաքական ուժը, բա լավ է, գոնե 12 տեղ ունեցան, այդ էլ չէին ունենա։ Բա տենց բան են ալնում, քաղաքական գործունեություն է ծավալում։ Պարոն Նազարյան, վերջին օրերին հաճախ է շոշափվում փողոցային հնարավոր պայքարի թեման։ Եկեք այդ թեման փակենք էլի։ Ինչ փողոցային, ինչ ումով, փող բաժանած մարդկանցով Դուք տեսած կա որ որոնք անհաշտ են ընտրությունների արդյունքների հետ։ 6 քաղաքական կուսակցություն, Ուժեղ Հայաստան, Հայաստան, ԲՀԿ, Լուսավոր Հայաստան, Հայաստան կոնգրես, ԲՎՌ հայտարարություն էին տարածել եւ ասում էին, որ ընտրությունները կեղծվել են։ Հանրապետական կուսակցությունները նախորդին միացավ եւ վերահաստատեց, որ սրանք կեղծված ընտրություններ են, գործող խորհրդանը լեգիտիմ չէ, հետեւապես հետամուտ են լինելու ժողովրդի։ Այդ նույնն է, ոնց որ Արգենտինա-Ալժիր խաղից հետո Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել, որ խաղի արդյունքները չենք ճանաչում։ Հա ինչ չենք ճանաչում։ Հələ գոնե Ալժիրը լուրջ ֆուտբոլային երկիր է։ Դուք լուրջ քաղաքական ուժեր չեք, կողմնակից էլ չունեք։ Այդ ձեներն են, ես ցավում եմ, որ Հայաստանում այդքան մարդ գտնվեց, որ գնաց դրանց քվեարկեց։ Այո, 5 միլիոնից ավելի մարդ գնաց։ Չէ, 5 միլիոնից չէ, մոտ 300 քանի հազար։ Ես ԲՀԿ-ին, գիտեք, ԲՀԿ-ին ու բանին տված ձեները Հայաստան խմբակցությանը, ես գրեթե 90%-ով դա օրինական ձայներ են, որտեղ քաղաքական կողմնորոշում ունեն այս կամ այն պատճառով, կիսում ենք թե չենք ուզում, բայց դուք ինձ կարող եք ասել լուրջ մարդը, սթափ մարդը, օղի կամ տեկիլա չխմած, գարեջուրով հարբած չեղած մարդը, ինչի համար պետք է գնա
այդ մարդուն, որը հայերեն 3 բառ չի կարողանում իրար հետևից ասել, այդ մարդու ձևավորած ուժին, որը 2 այլ երկրի քաղաքացի է, ինչու պետք է քվեարկել։ Մի հատ դուք ինձ ասեք։ Պերճախոս խոստումների համար։ Որ խոստում։ 300,000 աշխատատեղ։ Չէ, դե ասենք հենց դրա համար այդ հեքիաթները լսելու։ Բարեգործ մարդ, աչքը կուշտ, գիտեք, միայն նա ցուցակի միայն այն փաստը, որ իրենք ասում էին մենք աղքատներին 150,000 դրամ ամսական փող են տալ, օրինակ ես լինեի ԿՀ նախագահը, հենց այդ հայտարարությունից հետո որոշում կկայացնեի այդ քաղաքական ուժին արգելեի քաղաքականությամբ զբաղվել, որովհետև կա խոստում նախընտրական, կա նախընտրական պոպուլիստական խոստում, կա սուտ խոստում եւ կան անհեթեթ խոստումներ։ Այ ով հենց այդ անհեթեթ խոստում անում է, կարելի է ընդհանրապես զրկել։ Ասել «Твой рейс Դուբայ, до свидания, գուլյայ, до свидания», ինչպես հայտնի երգում է ասվում։ Հիմա բանը Թաթային մի հատ երգել պետքա խնդրենք գրի, տեսար ինչ եղավ, որ լսեն մի հատ, այն որ մեծ խոսում էին։ Ես այդ աղջկան ասում եմ, աղջիկ ջան, այդ մեծամիտ հայտարարությունը այդ մի գրի, հա, լավ հասկանում եմ, փող են տալիս։ Իրանց լրատվականի աշխատողին։ Այդ ասում էի, դու ես տակին մնալու, քեզ են քիշելու, որ այդ հայտարարությունները անում էի։ Ասում եմ, հետարքի է, հունիսի 8-ից հետո ինչ ես խոսալու։ Դե էլ հունիսի 8-ից հետո ինքը չի էլ խոսում ու երկար ժամանակ։ Այդ հաշվարկի ժամացույց էին միացրել, չէ՞, նույն Մարիաննա Ղահրամանյանին հավանաբար ես տխրում եմ իր համար, գիտեք, մարդը արդարությունից խոսալով TV5-ում արդարության ջատագով էր, անարդարության դեմ պայքարի տենց մարդիկ էր ներկայում, հետո դարավ փողի գերի, հայտնվեց մի ուժ եմ ասում է, ուժեղ Հայաստանում, որի առաջնորդը նույնիսկ հաղթարշավ բառը չի հասկանում ինչա։ Ասում սկսելու ենք մեր հաղթաշարը, դե սկսեք ձեր հաղթաշարը սկսեք, ես շատ ուշադիր նայում եմ ձեր հաղթաշարին, ինչ էիք ուզում ես խեղճ Հայաստանից, ինչ էիք ուզում անեք, տեսանք ինչ էիք ուզում անեք, Ռիո մոլը գիտենք ձերն է, այդ ոնց եք վարձերը, ինչ վարձավճարներ եք վերցրել, ինչ ծանոթ բարեկամով էիք տարածք տրամադրում, ինչ պայմաններ էիք առաջադրում, մենք գիտենք, դուք մի հատ Ռիո մոլ կառավարելուց մենք տեսանք ձեր էությունը, հեծը կառավարելուց տեսանք ձեր էությունը, Հայաստանում պիցցայանոցներ միլիարդատեր մարդը պատկերացնում ես ինքը ինչ աշճանի մարդ է, միլիարդատեր մարդը եկել է Հայաստան պիցցայանոց է բացում, բա պիցցայանոց բացող մարդը ոնց պետք է Հայաստանի շարքային քաղաքացու մասին մտածի, ինքը այդ պիցցայանոց բացելով այն փոքր միջին բիզնեսի հերն անիծեց, ամեն թաղամասում, ամեն բնակավայրում մեկը պիցցայանոց կբացեր մի ընտանիք, 10 ընտանիք դրանով կապրեին, այս ինչ հարեցին, կամ այդ իրենց կեղծ խոստումները, ես այնտեղ ինչա դաշինք ասեմ, ծանոթ եմ, լավ, դուք, ես ուղիղ եմ հարցնում, դուք ձեզ բարոյական մարդ համարում եք, որ Էդգար Ղազարյանի հետ մի խմբակցությունից եք, այդ ստահակ հայտարարություններ անողին, այդ մարդու հետ դուք օքեյացես, որ դուք նույն խմբակցություն, ես հիշում եմ, Հայաստան խմբակցությունից անունը չտամ մեկը, իր վատ, անբարոյական պահվածքի համար ազգային ժողովում ուզում էր ծեծի ենթարկի ու շատ էլ լավ կաներ, ափսոս չթողեցին, այդ գարիկին ծեծի էր ուզում ենթարկել, ձեռից փրկեցինք, ասենք մի արա, իր կեղտոտ հայտարարությունների համար, հիմա իրանք բան են, հա, օքեյ, այս կարգի ընդդիմություններ Հայաստան արժանի, դրա համար մենք պետք է հաջորդ շատ արագ գնանք արտահերթ ընտրությունների, չի կարելի հանդուրժել նման կեղծ ապօրինի ընդդիմության ներկայությունը ազգային ժողովում, ափսոս է այս երկիրն էլ, այս շենքն էլ, այս պետությունն էլ։ Որքան մոտ ապագայի 1.5 տարի, 2 տարի այդ հարցը պետք է լուծվի, հետո ուշ կլինի արդեն, մենք տեսանք իրենք ինչ են անում, հաջորդ գրոհին մենք կարող է չդիմանանք, եթե դեմը չառնենք, հաջորդ գրոհին, մենք հրաշքու, ես մի անգամ նեղ խոսակցության ժամանակ ասեցի, հիմա բարձրաձայն եմ ասում, Հայաստանը գիտեք ինչ վիճակում է,
որ անսպասելի ընկնում է ավտոյի տակ, բայց հրաշքով փրկվում է։ Մենք հրաշքով փրկվեցինք։ Առաջարկա չէ հայտարարել կայացած ընտրությունների արդյունքները եւ գնալ նոր ընտրական գործընթացի, գուցե ժամանակապետք, մենք պատրաստ չէինք։ Մենք պատրաստ չէինք։ Պետք է ասում են 1.5-2 տարին շատ լավ պիտի աշխատի կառավարությունը, ժողովուրդը պետք է զգա իր վրա կառավարության լավ աշխատանքը, պետությունը պետք է զգա այդ աշխատանքը, այդ լավ ֆոնի վրա պետք է գնալ հաջորդ արտահերթ ընտրությունների, որտեղ կլինեն իրական Հայաստանակենտրոն ընդդիմադիր ուժեր եւ ոչ թե փոխբաժանող ինչ երաշխիք, որ այս ուժերը նորից չեն մասնակցի ընտրապայքարին եւ նորից ոնց ինչ երաշխիք, ես ասեցի երաշխիքը որն է, օրենքներ ենք ընդունում, օրենքներով կարգավորում ենք եւ այդ օրենքներն է պետք է ունենա հետադարձ ուժ, հետադարձ պարտադիր այս ուժեղ Հայաստանում ընդգրկված ընտրացուցակի առաջին 50 համարները պետք է 30 տարով զրկվեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Հենց իմ ասած այդ օրենսդրական կարգավորում անենք, հաշվեք 70%-ով այդ խնդիրը լուծվեց։ Իսկ այն հանգամանքը, պարոն Նազարյան, որ Ռուսաստանում արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիները, որոնք իրենց կենսական շահերի կենտրոնը համարում են Հայաստանից դուրս այլ պետություններ, եկան մասնակցեցին ընտրական process-ին, իրենց այսպես ասած սև գործն արեցին եւ հեռացան։ Սև չար։ Եվ միայն post factum քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորները օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել, որով ընտրությունների նախորդող շրջանում առնվազն 183 օր Հայաստանում չբնակված անձանց կարծեք թե պիտի արգելվի մասնակցել համապետական ընտրություններին։ Ես մեկին ճանաչում եմ 91 թվականից մինչև այսօր Հայաստան եկել եմ մի անգամ 3 օրով, բայց իր անուն մինչև հիմա ցուցակում կա։ Ես քանի անգամ այդ հարցը բարձրաձայնել եմ, ասել եմ եկեք այդ ցուցակները մաքրենք։ Չի կարելի, վտանգավոր է, դա մեր երկրի տակ դրած ռումբա։ Չլսեցին ինձ, մի հատ մանկական բանաստեղծություն կա, ասում են չլսեց բրդոտը, ինչ չլսեց կեղտոտը։ Հիմա չլսեցին, այսքան ահա ես ասել եմ, եւ այնպես, եւ այսպես, եւ բարձրաձայնել եմ, լուրջ չընկալեցին, վտանգի աշճանը լուրջ չընդունեցին։ Հիմա ասում եմ, դեմը չառանք, հաջորդ հարվածը շատ ավելի ծանր է լինելու, որից կարող է շենքը չդիմանա։ Ընտրությունների արդյունքների թեման ամփոփելով, պարոն Նազարյան, եւս մեկ հարց քաղաքացիական պայմանագիրը թեև խորհրդարանում առավելագույն ձայներ հավաքած կուսակցությունը լինելու, բայց սահմանադրական մեծամասնություն չհաջողվեց վերցնել։ Բա ինչ է կանելու հիմա։ Այո, հարցս կանխեցիք։ Ինչ է լինելու հաջորդին, որովհետև սահմանադրական մեծամասնության պարագայում հնարավոր էին մի շարք սահմանադրական օրենքներում փոփոխություններ անել, սահմանադրությունը փոփոխել։ Ոչ, սահմանադրությունը, եթե ցանկություն լինի փոխելու, կլինի հանրաքվե եւ այդ հանրաքվեով կփոփոխվի այդ սահմանադրությունը։ Այսինքն ողբերգություն չէ, որ ողբերգությունը 50% չունենք սահմանադրական մեծամասնություն դեմը չառնելն էր, այդ դա ողբերգությունն է։ Իսկ որ քաղաքական մի ուժ սահմանադրական մեծամասնություն չունի, դա ողբերգություն չի։ Ողբերգությունն է, որ Էդգար Ղազարյանի նման մեկը մտնում է խորհրդարան։ Ողբերգությունն է, որ մարդիկ, որոնք թքած ունեն Հայաստանի վրա, գալու են խորհրդարան ու դառնալու են падգամավոր։ Ես իրենց ասել եմ, ես իրենց օր ու արև չեմ տալու։ Իրանք ամաչելու են մտնեն ազգային ժողով, ամաչելու են մտնեն, որովհետև այն մարդը, որը մյուսին ծաղրում էր խորհրդանում աշխատելու, падգամավոր լինելու համար, ինքը չի կարող գա, չի կարող գնա։ Գոնե ներողություն չեն խնդրել, ասեն մենք ներողություն ենք խնդրում մեր ստոր պահվածքի համար, ստահակության համար ներողություն ենք խնդրում։ Կարելի է քննարկել, ասենք մարդիկ ուղղվել են, ճանապարհ են անցել, բայց այսպես չի լինում։ Աստված էլ չի թողելու։ Դա հակաբնականը, հակաստվածայինը չի կարող այսպիսի բան լինել։
Լինում է, երբ որ արհեստական միջամտություն է լինում, այս փողաբաժանություն, բայց մենք կանխենք, ես ասել եմ, իրանք չմտածեն, որ ես նայելու եմ ցուցակներով ով է գալու խորհրդարան, փորձել են եկել են։ Այդ որ Գեգամ Նազարյան նստած ինչ որ իրեն հետաքրքրող կամ կարևոր օրենքի քննարկման էր մասնակցում, Գեգամ Նազարյանին նկարում էին, ասում էին Գեգամ Նազարյանը ԿՊԻ-ի հետ նիստ է անում։ Գեգամ Նազարյանը հարկատուների հաշվին աշխատավարձ հաստացել, որը պարտավոր է զբաղվել իր գործով, ոչ թե ձևացնենք բոյկոտում են, գնան մեկի սենյակը մտնեն, հաց ուտեն, ուրախանան, թողեն գնան տուն, հետո հայտարարություններ անեն, Հայաստանը օրհասական վիճակում է, օրհասական վիճակում է, շաբաթը 1-8 անգամ կանխատեսում էին, որ պատերազմա նորից լինելու, հետո ծիծաղելով, հետո այդ հայտարարությունը անելոց ծիծաղելով գնում էին հերթական ուրախ միջոցառմանը մասնակցում, հետո գնում էին Կիպրոսում կամ Մալդիվներում հանգստանում էին, ասում էին անգերներ ջան, բա որ օրհասական վիճակում է Հայաստանը։ Այդ ինչ սրտով եք գնում։ Կամ որ ասում են թուրքերը գրավել են Հայաստանում իշխանությունը, բա որ թուրքերը Հայաստանում կառավարություն նստան, ինչ սրտով եք գիշերը քնում, երեխեքի ուսման հարցը լուծում, բա գիտեք Աստված չանի հանկարծ դրա նման բանը լինի, ով սիրտ կունենա երեխու ուսման հարցերով զբաղվի։ Կեղծ ընդդիմությունից եւ ընդհանրապես կեղծ ամեն ինչից մենք պետք է ազատվենք։ Ինչպես նաեւ հին 06-ներից, 03-ներից եւ ցանկացած տեսակի հնացած ավտոմեքենաներից, որոնք լցվել են մեր քաղաքը ու երթևեկությունը խաթարում են։ Վերջին հարցը, պարոն Նազարյան, ինչ վիճակում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը։ Վստահ եմ ոչ օրհասական։ Ձեր դիտարկմամբ այսօրվա դրությամբ, այսօր հունիսի խնդիրներ ունեցող, բայց մեջքը ուղղող երկիր է Հայաստանը, որը ճիշտ հետագա ճիշտ քայլերի դեպքում շատ նորմալ երկիր է դառնալու գայթակղիչ ներդրումների համար։ Իսկ 4-րդ հանրապետության մասին քաղաքացիական պայմանագիր կուսակցության սեպտեմբեր ամսին հրապարակած հռչակագրի դրույթի մասին ինչ կասեք։ Մենք մոտ ենք 4-րդ հանրապետության մոտենում ենք, այն իմ ասածը որ անեն, այն իմ ասած process-ը անեն, ամբողջովին մտնում ենք 4-րդ հանրապետություն։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Նազարյան։ Ձեզ եմ շնորհակալ եւ խորհուրդ եմ տալիս նայել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որ ձեր նյարդերը հանգստանա եւ դուրս գաք այդ ընտրական այդ միջավայրից։ Իդեպ դուք ֆուտբոլի գիտակ եք, կանխատեսումներ ունեք չեմպիոնների մասով։ Չեմ սիրում ես կանխատեսումներ անել, ես վայելում եմ առաջնությունը նայելով, կամփոփենք առաջնության ավարտից հետո։ Ֆավորիտ թիմ ունեք։ Ես երկրպագում եմ այս պահին Կաբո Վերդեի հավաքականին։ Չեմ կիսում ձեր ճաշակը, բայց հարգում եմ ձեր որոշումը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար